Շուշան Մաթևոսյան, Աբովյան քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական բաժնի գլխավոր հոգեբան։ Պահող անձանց հետ ինչ սկզբունքով եք աշխատում, կմանրամասնեք։ Կներեք նոր սկզբունքով եք աշխատում այստեղ պահող անձանց հետ։ Հարցը մի քիչ լավ չեմ հասկանում, բայց ձեր մոտեցման ձևը որպես որ պարտադիր հատված կա, որ ձեզ պարտադիր հատված անպայման կա հիմնարկ մուտք գործելուց, պայմանների գոտիների փոփոխելուց, նոր պայմաններին հարմարվելուց, հիմնական շեշտը դնում ենք ադապտացիոն խնդիրների վրա, ստրեսականության, ստրեսի հաղթահարման, հարմարվելու, ինչ-որ որոշակի կարգավիճակ ձեռք բերելու վրա։ Եթե հարցը ուղղված է, թե ինչ մեթոդներով եմ աշխատում, հա, մյուսը դա է։ Ձեր օգնությամբ քանի հոգի է հաղթահարել այդ ստրեսները։ Բարդ հարց է, հիմա հոգիով չեմ կարող ասել, բայց երևի կալանավորների կամ դատապարտյալների թվի կեսով չափ, այո։ Իսկ հիմա քանի հոգու հետ եք աշխատում ու հիմնական ամենաբարդը որն է այդ դեպքերի մեջ։ Ինչ դեպք։ Ինչ հարցեր են ձեզ դիմում, այդ կարող եք ասել։ Ու նաև տարիքային կապ ունի։ Այո, տարիքային էլ կապ ունի, միանգամից եք հարցել, տարիքային էլ կապ ունի, այո, հատկապես մեր անչափահաս կալանավորների հետ կամ դատապարտյալների հետ, ու կալանավորների հիմնականում, որովհետև գիտեք, տարիքային առանձնահատկությունները, հասունացման շրջանը, հորմոնալ փոփոխությունները եւ այլն ինչ-որ չափով ազդում են նաեւ իրենց վարքի վրա, հասունացման, չգիտեմ, իրենց տեղը գտնելու նման խնդիրներով։ Հիմնական խնդիրները, հիմնական ներողություն, հիմնական խնդիրները իհարկե շատ այսպես ասած акցենտը դրված միջանձնային փոխհարաբերությունների վրա, որտեղ տարբեր բնույթի, բնավորության առանձնահատկություններով մարդիկ ոնց որ հավաքվում են միտեղ ու իրենց համատեղելիության խնդիրները լուծելու համար շատ ակտուալ են միջանձնային փոխհարաբերությունները։ Ինչ խնդիրներով են ձեզ դիմում, օրինակ, չգիտեմ, ինչից են նեղվում, գուցե ինչ-որ սուիցիդալ մտքեր են ունենում։ Ունենք 1-2 անձ, այս վերջերս որ սուիցիդալ մտքեր ունեցել են կամ բարբերաբար կրկնվում են իրենց մոտ այդ մտքերը, իրենց հետ ենք շատ ավելի հաճախակի ուշադրություն դարձնում, հաճախակի աշխատանքներ վարում։ Մի հատ ինքնավնասման փորձեր ունենք, այս վերջի էս մի 10 օրը 2 անձի կողմից ունենք ինքնավնասման փորձ։ Ինչ է պատճառը, նու հիմա ավելի, չէ, էլի շեշտը դնում ենք միջանձնային փոխհարաբերությունների վրա, հիմնականը դա է։ Իհարկե բարդ դեպքը, որի հետ աշխատում եք հիմա, այդ երկու ինքնասպանության փորձերն են։ Ամենաբարդը այս պայդերությամբ ամենաբարդ դեպքը։ Նու այո, բայց նաև էլի ունեմ, որ կգնահատեմ որպես բարդ դեպք, այսինքն արարքի ընդունման, այդ մեղքի զգացողության, շատ չեմ ուզում էլի։ Մայրիկներ են։ Չէ։ Հիմա կներեք մի հատ էլ ճշտեմ ու էլ հարց չեմ տա։ Այո։ Այս երկու դեպքը համարում եք, որ արդեն հաղթահարել եք ինքնասպանության փորձի այդ մտքերը, թե դեռ աշխատելու գործում եք։ Նու մեկը հլա որ համարում եմ, նու այսպես ասած ռեմիսիայի, այսպես ասած փուլում է, բայց մյուսի դեպքում ոչ։ Ներեք միջանձնային իրենց խնդիրները, թե դրսի հետ կապված, այսինքն իրենց, չգիտեմ, դրսի կյանքի հետ կապված, իրենց ընտանիքների։ Գիտեք ոնց բոլոր խնդիրները գալիս են, երբ որ երկու միջավայր իրար հետ համընկնում է, այսինքն դրսից այդ խնդիրը ինքը իր մեջ կրում է եւ գալիս է այստեղ այդ արտահայտման խնդիրները բերում են կոնֆլիկտի։